Արդյոք իսկապես կբացահայտի այն բոլոր մեղավորներին, ովքեր որ մահվան պատճառ են դարձել։ Այնտեղ միայն բժիշկների ոչ պատշաճ գործողություններ են գտնվում։ Ես հիմա չեմ կարող որևէ մեկնաբանություն անել այդ առիթով, ինչ որ առաջինը մենք ասել ենք, կարծում եմ հայտարարությունները ամենի մեջ հարությունը պետք է մանրամասն եւ ամբողջական պատասխանատվություն ստանան բոլոր կանանց։ Մի քիչ դժվար է պատկերացնել ինչու եւ ինչպես բժիշկները իմանալով Պարոն Արուշյան, որպես իրավաբան ինչ կարող եք ասել։ Մինչև բժիշկներին հասնելը կա քննիչ, որը խափանման միջոց է կալանք ընտրելու մասին որոշում է կայացրել, կա դատավոր, որը որոշումը բավարարել է, կա դատախազ, որը որոշումը դատարանում պաշտպանել է, կա դրանից բարձր հսկող դատախազ, ես կարծում եմ պետք է իրական գործառույթի սկզբից նրանց գործողությունները քննարկման առարկա դառնան եւ իրավական որակում տրվի։ Մենք գլխավոր դատախազի հայտ հանդիպման եւ ամբողջ մանրամասնությունները մենք հասարակության առջև բացահայտել ենք։ Եվ մինչև բժիշկներին հասնելը կարծում եմ բավականին պատասխանատուներ կան։ Եվ ընդհանրապես ճշմարտությունը բարձրացնում է։ Պարոն Մարկյան, արտադրության նախարարությունը ինչ-որ ֆունկցիա ուներ, սա ումավանալով նախարարությունը որևէ ֆունկցիա չունի, ոչ խափանման միջոցով պես կալանք ընդունելու, ոչ որոշումը դատարանում պաշտպանելու, նրանց ֆունկցիան պահելու ֆունկցիան է, որտեղ կա որոշում, իրանք պետք է պահեն։ Այդ որոշումը եղել է, մենք գնացել ենք, բժիշկներ են եղել, բայց նրանց չի տրվել, որ մոտենան անգամ զարկերակը ստուգել։ Դրա համար մենք մեր ասուլիսի ժամանակ էլ արտադրության նախարարություն չենք ասել։ Մենք ասում ենք գլխավոր դատախազ, մենք ասում ենք քննիչ, մենք ասում ենք քննչական մարմնի ղեկավար, դատավոր, որը բավարարել է խափանման միջոցը կալանք ընտրել, այդ առողջական պայմաններում, այդ եզրակացություններով։ Չնայած ես ուզում եմ շեշտել, որ արտադրության նախարարությունը ոչ միայն Արտուր Սարգսյանի, այլև ընդհանրապես այլ գործերով այն